Բարի երեկո տիկնակ եւ պարոնայք, բարի երեկո հարգելի հյուրեր, մասնակիցներ, ներկաներ եւ շատ սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր սեպտեմբերի 26-ն է։ Տեղի է ունենում կարևոր մի իրադարձություն, որը բեկումնային կլինի մասնակիցներից շատերի համար։ Այսօր բոլորս միասին ընտրելու ենք լավագույնին եւ ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ այս պահից սկսած մեկնարկում է Miss Երևան 2025 ազգային գեղեցկության մրցույթը եւ By Miss Earth Armenia 2025-ը։ Որոնց ապահարենք։ Ժամեր անց այս վեհաշուկ դահլիճում հայտնի կդառնա այսօրվա հաղթողի անունը, Երևանի գեղեցկուհու անունը։ Կանոնները հետևյալն են, մենք պարզապես լավ էներգետիկա եւ լավ տրամադրություն ենք փոխանցում մասնակիցներին, որտեղ նրանք իսկապես անի շատ հուզված են, գոնե մենք կուլիսներում, ետնաբեմում դա տեսանք։ Սակայն բոլորն են լավագույնը եւ բոլորն են հաղթող, բայց ինչպես գիտեք, կանոններն ունեն իրենց հստակ օրենքները եւ ընտրելու ենք լավագույնին։ Այս տարի ի դեպ մրցույթն անցկացվում է այլ ձևաչափով։ Մասնակցում են ոչ միայն Երևանից գեղեցկուհիներ, այլև մարզերից ու արտերկրից։ Մրցույթը Miss Երևան Production-ի թվով 19-րդ գեղեցկության մրցույթն է։ Մասնակիցները նախընտրական փուլը հաղթահարելուց հետո անցել են մեծ ճանապարհ։ Նախքան մրցույթը մասնակիցները հնարավորություն են ստանում սովորել կազմակերպության մոդելային դպրոցում, մասնակցելով հատուկ մրցույթի համար նախատեսված դասընթացին։ Դասընթացի շրջանակում մասնակիցները իրենց փորձն են փոխանցում ոլորտի լավագույն մասնագետները։ Ի դեպ մասնակիցներին իր դեֆիլե դասընթացներով շոյում է պարուսույց, խորեոգրաֆ, դեֆիլեի մարզիչ, մեր գեղեցկուհի Miss Երևան 2023 Անի Պետրոսյանը։ Անին ողջունենք եւ այս տարի, ինչպես նշեցինք, մրցույթը կայանում է նաեւ Miss Earth 2025 գեղեցկության շրջանակներում։ Փոքրիկ իրազեկում։ Miss Երևան ազգային գեղեցկության մրցույթ է, որի նպատակը հայուհու կերպարի շեշտադրումն է, նոր անունների բացահայտումը, հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցի կարևորումը եւ բարձրաձայնումը, մոդելային շուկայի զարգացումը, ինչու ոչ։ Մրցույթին մասնակցում են 17-ից 28 տարեկան գեղեցկուհիներ։ Դե ինչ արա, ժամանակն է, որպեսզի ներկայացնենք մեր ժյուրիի անդամներին։ Գրիգորի Եսայան, երգիչ, երգահան։ Վրեժ Կիրակոսյան, երգիչ, Շարլ Անձնավուրի անվան Երևանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն։ Մովսես Հարությունյան, Free News հեռուստաընկերության կոմերցիոն տնօրեն։ Քրիստինե Գրիգորյան, Quisty Fashion Studio-ի հիմնադիր տնօրեն, Fashion Designer։ Հովհաննես Ավագյան, Go Fit սպորտային ակումբի հիմնադիր տնօրեն, սպորտային սննդապան եւ շատ կարեւոր մեկ իրազեկում։ Ի դեպ նա ոչ միայն զբաղվում է սպորտով, այլ նաեւ կենսաբանական գիտությունների տեխնացու է, որը առաջին նախադեպն է եւ շատ ողջունելի է։ Մադլեն Խաչատրյան, Make-up Atelier Paris բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, Atelier Professional-ի հիմնադիր տնօրեն։ Օլգա Լավրիենկո, Atex Model Management մոդելային գործակալության տնօրեն, ոճաբան եւ Լիլիթ Մարտիրոսյան, Miss Earth Armenia 2015 մոդել, influencer։ Արդեն ծանոթացանք մեր հարգարժան ժյուրի կազմին Անի եւ նրանց, ասեն, բավականին բարդ եւ բավականին դաժան ընտրություն է սպասվում, քանի որ այս բեմում կներկայանան իրենց փայլով ելույթներով մեր սքանչելի աղջիկներն ու գեղեցկուհիները։ Ասեմ ավելին, այսօր մեր ժյուրիի անդամների իգական սերի ներկայացուցիչներին նվեր է եկել Ծաղկե Փնջեր։ Այ դու կհայտարարես ով է ուղարկել նվերները։ Իհարկե Իլոնա Ծաղկի սրահն է, մեր գործընկերն է հավատարիմ, որոնց մենք դեռ պարբերաբար կանդրադառնանք։ Ձեր բարձր ծափահարությունները։ Ինչպես արդեն նշեցինք, ծանոթացանք մեր հարգարժան ժյուրիին եւ այսօր մեզ գեղեցիկ երեկո է սպասվում։ Իսկ գեղեցիկ եւ հետաքրքիր նախագիծը կայանում է մեր լավ մշտական գործընկերների աջակցությամբ։ Մեր այսօրվա գեղեցիկ երեկոյի Miss Երևան 2025 մրցույթի գործընկերներն են։ Ես կնշեմ Go Fit սպորտային ակումբ, հատուկ շնորհակալություն հիմնադիր տնօրեն Հովհաննես Ավագյանին եւ բոլոր մարզիչներին, քանի որ մասնակիցները իրենց գեղեցիկ կազմվածքը եւ սննդակարգը հենց դրանց շնորհիվ են կարողացել ձևավորել Go Fit մարզասրահ։
Մեր գործընկերն է հանդիսանում Ilona Flowers ծաղկի սրահը։ Ծաղիկները միշտ ընդգծում են գեղեցկությունը։ Այդ պատճառով այս մրցույթն էլ ավելի յուրահատուկ է դառնում Ilona Flowers ծաղկի սրահի հետ։ Սրահի ծաղիկները սեփական ջերմոցից են, մշտապես թարմ եւ իրենց նրբությամբ կարող են զարդարել ցանկացած իրադարձություն։ Գործում է առաքում Հայաստանի ողջ տարածքում։ Ձեռք բերեք լավագույն ծաղիկները ձեր կարևոր պահերի համար Ilona Flowers-ից։ Մեր վաղեմի գործընկերն է հանդիսանում նաև Ավալյան ստուդիոն, որը ապահովել է մեր գեղեցկուհիների վարսերի խնամքը, հարդարումը, շնորհակալություն Մարինե Ավալյանին միշտ մեր կողքին լինելու համար։ Իսկ մասնակիցների դիմահարդարումը ապահովել է ոլորտում առաջատար Make-up Atelier Paris բրենդի պաշտոնական ներկայացուցիչ, Հայաստանում Atelier A Production-ի տնօրեն Մադլեն Խաչատուրյանը։ Մեր գործընկերն է Shadoyan Fashion-ը, իդեմս հիմնադիր դիզայներ ոճաբան Գևորգ Շադոյանի։ Ծափերը եթե չկա նաև հաջորդ գործընկերոջ հայտարարումը։ Այո, այնպես որ եկեք ավելի ջերմ ողջունենք միմյանց։ Մեր գործընկերն է հանդիսանում նաև Sirun Collection բրենդը, այստեղ յուրաքանչյուր գեղեցկուհի կգտնի իրեն համապատասխան հրաշալի զգեստ։ Մեր գործընկերն է By Mali Dress Room-ը, որը ներկայացնում է համաշխարհային եւ հայ դիզայներների երեկոյան զգեստների շքեղ տեսականի վարձույթով եւ վաճառքի։ Այստեղ անհատական մոտեցում են ցույց տալիս յուրաքանչյուր հաճախորդի։ Եկեք շատ ջերմ մեր բոլոր գործընկերներին, մեր բոլոր մասնակիցներին ողջունենք եւ ներկայացնեցինք մեր գործընկերներին, այժմ ներկայացնում ենք մրցույթի մասնակիցներին եւ դիմավորում ենք մեր հայուհիներին։ Նրանք հանդես կգան շատ գեղեցիկ, նորաոճ զգեստներով, որը տրամադրել է Sirun Collection բրենդը։ Այստեղ յուրաքանչյուր գեղեցկուհի կգտնի իրեն համապատասխան զգեստը։ Գնացինք։ Երևան դարձա իմ երեփունի դու մեր նոր թվին մեր նոր անին մեր փոքրիկ հողի դու մեծ երազան մեր թարեն ազատ Երևան դարձած
Սուզաննա Մովսիսյան, Արմինե Շխոյան, Մերի Թորոսյան, Մերի Թորոսյան, Սուզաննա Բարսեղյան, Սուզաննա Բարսեղյան, Սիրանուշ Ավետիսյան, Սիրանուշ Ավետիսյան, Մարի Խաչատրյան, Մարի Խաչատրյան, Անի Հովանեսյան, Երևան դարձա Անի Հովանեսյան, իմ երևունի դու մեր նոր թվին մեր նոր Աննա Շահինյան, մեր փոքրիկ հողի դու մեծ երազան մեր թարեգարով Անուշ Քալաշյան, Անուշ Խալեչյան, Աննա Դավթյան, Աննա Դավթյան, Անի Խաչատրյան, Անի Խաչատրյան, Ունենք մեր սրտում անգադար դենչեր Էլիզավետա Արաքյան, Ունենք թե շատ Էրկանչն առանց քեզ Իզուր գգորջի Առանց քեզ մեր տակ Լիանա Ուրուսյան, Երևան դարձ Սուսաննա Մարկոսյան, իմ երևունի Հարերը սանձել, բայց մնացել ես Լենե Ավետիսյան, Քո մասիս հորով Գայանե Ավետիսյան, մեծանաց թարով Երևան Տաթևիկ Հարությունյան, Տաթևիկ Հարությունյան, Yankum amese Inumedar Ահա եւ դիտեցինք մեր գեղեցկուհիների առաջին ելույթը, որը ի դեպ այս պահին Free News հեռուստաընկերության ուղիղ հեռարձակմամբ հեռարձակվում է նրանց գեղեցիկ քայլվածքի, կեցվածքի համար։ Մեծ աշխատանք է տարել Անի Պետրոսյանը, խնդրում եմ շատ բարձր ծափահարենք Անի Պետրոսյանին։ Դրա
մեծ կատարած աշխատանքի համար։ Մրցույթի հաղթողի տիտղոսից այդ այսօր եւս այլ տիտղոսներ կլինեն։ Հատկապես նշենք անի հանդիսատեսի համակրանք տիտղոսը։ Իսկ այժմ մեր 8 մասնակիցների տեսաուղերձները դիտենք։ Ողջույն, ես Մարինա եմ Թորոսյան, 20 տարեկան։ Ծնվել եւ մեծացել եմ Աբովյան քաղաքում։ Այժմ ուսանում եմ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Իմ հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է սպորտը, մոդելինգը եւ մշակութային միջոցառումները։ Իմ նպատակն է շարունակաբար զարգանալ, բացահայտել նոր հնարավորություններ եւ իմ փորձով ոգեշնչել մյուսներին վստահել սեփական ուժերին։ Թեև ծնվել եւ մեծացել եմ Աբովյանում, սակայն Երևանը միշտ իմ սրտում առանձնահատուկ տեղ է ունեցել։ Այն քաղաքի գեղեցկությունը, մշակույթը եւ ժամանակակից ոգին ինձ համար ոչ միայն ներշնչանքի աղբյուր են, այլև ապացույց, որ մեր մայրաքաղաքը իր գեղեցկությամբ եւ բազմազանությամբ կարող է արտացոլել յուրաքանչյուր երազանքի իրականացման ճանապարհը։ Իմ երազանքն է գեղեցկության մրցույթում արժանապատվորեն ներկայացնել Երևանը եւ Հայաստանը, ցույց տալով մեր երկրի ոգին եւ անսպար գեղեցկությունը։ Բարև ձեզ, ես Անի Խաչատրյանն եմ։ 28 տարեկան, ծնվել եւ մեծացել եմ Ռուսաստանում, ավարտել եմ Ռուսաստանի բարեկամության համալսարանը միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Սիրում եմ լեզուներ, գիտեմ անգլերեն եւ իսպաներեն։ Ազատ ժամանակ սիրում եմ զբաղվել սպորտով եւ դիտել ֆիլմեր։ Ողջույն, ես Սյուզաննան եմ Բարսավյան, 19 տարեկան, ծնվել եւ մեծացել եմ հայրաքաղաք Գյումրիում։ Կյանքում աշխուժ եմ, բարի, մարդամոտ, ընկերասեր, սիրում եմ ճամփորդել։ Ինձ համար կարևոր է թե բնական եւ թե հոգեպես գեղեցիկ լինել։ Ունեմ մեծեր եւ նպատակներ այս ոլորտի հետ կապված։ Իմ սեփական ուժերով եւ աշխատասիրությամբ ձեռք եմ բերել եւ ղեկավարում եմ 2 բիզնես։ Ցանկանում եմ օգնել, ում որ կարողանամ, եւ լինել Հայաստանին պիտանի հայուհի։ Բարև ձեզ։ Ես Անի Հովանեսյանն եմ, 27 տարեկան, քաղաք Երևան։ 13 տարի զբաղվել եմ գեղարվեստական մարմնամարզությամբ, սպորտի վարպետի թեկնածու եմ, նաեւ եղել եմ մեր հավաքականի անդամը։ Ավարտել եմ Մոսկվայի պետական համալսարանը 2 կարմիր դիպլոմով։ Ունեմ մագիստրոսի կոչում մեդիա բիզնեսի ոլորտում։ 3 տարի ես զբաղվել եմ կամավորական աշխատանքով, իսկ հիմա ստեղծում եմ կրթական եւ սոցիալական պրոյեկտներ, բարձրացնելով մեծագրեկցության մակարդակը Հայաստանում։ Իմ երազանքն է ներկայացնել պատով Հայաստանը արտասահմանում եւ զարգացնել իմ երկիրը իմ հմտությունների շնորհիվ։ Շնորհակալություն։ Ողջույն, ես Գանե Ավետիսյանն եմ, 23 տարեկան, ունեմ միջնակարգ կրթություն։ Սովորել եմ արվեստի դպրոցում։ Պատանի տարիքում սովորել եմ հրուշակագործություն եւ ֆլորիստիկա։ Սիրում եմ ճանապարհորդել, նոր մարդկանց ճանաչել, բարել ու թենիս խաղալ։ Երևանը իմ հոգու կանչն է, որը միշտ հետ է բերում անգամ ամենահեռու ճանապարհից։ Բարև ձեզ, իմ անունը Լիանա Օրուսյանը։ Ես 23 տարեկան եմ։ Ծնվել ու մեծացել Ուկրաինայում։ Հայաստան տեղափոխվել եմ այս վերջի 4 տարի ու շարունակում եմ իմ ճանապարհը Երևանում։ Դպրոցական տարիներում պարտաճանաչ զբաղվել եմ պարով 12 տարի։ Հիմա դա իմ աշխատանքն է։ Ես բարի ուսուցչուհի եմ։ Երևանը ինձ համար այն քաղաքն է, որը շատ տեղ է զբաղեցնում իմ սրտում։ Հատկապես ինձ ոգեշնչում է Կասկադը, որտեղ իրապատմությունը դառնում է իրականացնում է դեպի երազանքներ։ Ես երջանիկ եմ, որ այսօր այստեղ եմ ու ներկայացնում եմ այս հիանալի քաղաքը Երևան։ Ողջույն, ես Ելիզավետա Արաքելյանն եմ, 17 տարեկան, բնակվում եմ Արաբկիր վարչական շրջանում, ուսանում եմ մոդելային դպրոցում, սիրում եմ ստեղծագործել եւ նկարել։ Ինձ համար կարևոր է ոչ միայն արտաքին գեղեցկությունը, այլ նաեւ ներքին աշխարհը։ Իմ նպատակն է համադրել կանացի նրբություն եւ ուժը, ոգեշնչելով ուրիշներին իրենց լավագույնը բացահայտելու։ Երևանը իմ սրտի քաղաքն է, այն վարդագույն շենքերի ու ջերմ ժպիտների տուն է։ Երևանը ուժի ու գեղեցկության համադրություն է, ինչպես իր մարդիկ։ Դե ինչ լսեցինք նրանց, մեր գեղեցկուհիների տեսաուղերձները եւ նշենք, որ այսօր ունենալու ենք նաեւ գեղեցիկ անակնկալներ, գեղեցիկ կատարումներ եւ այժմ շատ գեղեցիկ մի կատարմամբ հանդես կգա բոլորիս կողմից շատ սիրված տաղանդաշատ մի մարդ, հրաշալի երգիչ Գրիգորի Եսայան։ Շատ բուրըն ծափողջուներով դիմավորենք նրան։ Գրիգորի Եսայան։ Բարև ձեզ, բարի երեկո ժողովուրդ ջան։ Եկեք մի բարձր ծափարենք մի հատ էլ։ Նախ եկեք պայմանավորենք, որ ծափարությունները թող շատ լինեն։ Պայմանավորեցինք, չէ՞։ Իսկ հիմա էլ մի հատ փորձ անենք ծափերով։ Քանի որ ես այստեղ եմ, բոլորին մաղթում եմ հաղթանակ, գոնե հոգեպես։ Գնացինք, մի հատ երգենք։
Ծափելով, հենց հիմա։ Այո։ Մի կարոտ կա իմ սրտում, այն ունի անուն, կարոտից գիշերները դարձել եմ անկուն, ախ երբ պիտի օրը գա, որ ես գամ իմ տուն, լույսը բաց մի արթնանամ, քո անուշ գրկում, լույսը բաց մի արթնանամ, քո անուշ գրկում, իմ հրաշ երկիր, իմ տուն Հայաստան, ունեմ որ լինեմ, անունդ կտամ, իմ հրաշ երկիր, իմ սեր Հայաստան, ինչքան սեր կա իմ սրտում, կգա քեզ կտամ, Ծափել չեք կորանում, ծափել է։ Այս ես որ ծափը, ծափել։ Սարերի թովի նման ուրիշ հոր չկա, ով եղել է քո գրկում, նորից ուր կգա։ Մեր մասնակիցները այժմ եւս մեկ անգամ կներկայանան արդեն գեղեցիկ հայկական համարով, որն էլ նրանց հմայքը ավելի կամբողջացնի եւ ավելի վերջնական տեսքի կբերի։ Բեմը հարթակ ենք հրավիրում մեր 15 գեղեցկուհիներին, նրանք հանդես կգան Շադոյան Ֆեշնի հիմնադիր, դիզայներ, ոճաբան, Գևորգ Շադոյանի գեղեցիկ հայկական էլեմենտներով, զգեստներով։ Շադոյան Ֆեշնը հայկական շուկայում գործունեություն է ծավալում արդեն երկար տարիներ եւ իր գործունեության ողջ ժամանակահատվածում ստեղծել է ազգայինով ներշնչված հայոց պատմության կարևորագույն պանծալի ողբերգական ներշնչումով հագուստներ, դիզայներ Գևորգ Շադոյանը արտահայտում է նաև սեփական հույզերն ու էմոցիաները, կապված այն ամենի հետ, ինչ նա ապրել, տեսել եւ զգացել է։ Մեր գեղեցկուհիները հանդես կգան շատ գեղեցիկ երաժշտության ներքո, որի հեղինակը տաղանդաշատ երաժիշտ Սերուժ Բաղդասարյանն է։ Դիմավորեք մեր գեղեցկուհիներին։
Այո, եկեք շատ ջերմ եւս մեկ անգամ ողջունենք բոլոր գեղեցկուհիներին։ Բեմը հարթակում էին Miss Երևանի գեղեցկուհիները, որը ներկայացրեցին հայկական տարազներ, որն էլ նրանց առանձնակի հմայք եւ շքեղություն։ Եվ հուսով եմ, սիրելի հանդիսատես, հարգարժան ժյուրիի անդամներ, մեր հայուհիները կարծում եմ կարողացան գեղեցիկ ներկայացնել իրենց ելույթները։ Վստահ եմ, որ նրանք շատ գեղեցիկ են։ Կարծում եմ հարգարժան ժյուրին արդեն իր գնահատականներն է գրանցում, որի արդյունքում կիմանանք հաղթողի մասնակիցը։ Այո, մոտենում է ամենաթեժ մասը եւ մեր գեղեցկուհիներին մնում է եւս մեկ անգամ ներկայանալ շատ գեղեցիկ համարով։ Իսկ մինչ մեր գեղեցկուհիները կփայլեն իրենց վերջին ելույթով, առաջարկում եմ դիտենք հաջորդ 8 մասնակիցների տեսաուղերձներ։ Ողջույն, ես Մարի Խաչատրյանն եմ, 21 տարեկան, սովորում եմ Եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում։ Իմ նպատակն է օգտագործել իմ ուժը, իմ ժամանակը ու իմ սերը, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքը կարևոր է, եւ թողնել աշխարհում լույս ու վստահություն։ Ես սիրում եմ Երևանը, որտեղ ամեն անկյունը պատմություն է շշնջում։ Ողջույն, ես Սուզաննա Մովսիսյան եմ, 20 տարեկան, բնակվում եմ քաղաք Երևանում, մասնագիտության մոդել եմ։ Իմ նպատակն է միշտ գնալ առաջ ու չանցնել դժվարությունների առջև եւ աշխարհում լույս ու օգնություն թողնել իմ հետևից։ Ես սիրում եմ Երևանը, որովհետեւ նրա մեջ ապրում է իմ սիրտը։ Բարև, ես Աննա Դավթյանն եմ, 27 տարեկան եմ։ Շատ եմ սիրում ասմունքեր։ Նաև վարում եմ հանդիսություններ։ Սիրում եմ կյանքը, մարդկանց։ Հաճախ ժպտում եմ, լինեմ ուրախ թե տխուր։ Մասնակցում եմ այս մրցույթին, քանի որ սիրում եւ գնահատում եմ գեղեցիկը, գտնելով, որ եթե տրված է բնության կողմից գեղեցկություն բնական, ապա պետք է ի հայտ գալ։ Երևանի հանդեպ սերը ինձ համար մոտ պես է։ Եվ իզուր չի, որ մեր երկիրը սկսվում է մայր բառով, մայր Հայաստան։ Մեր լեզուն, մայրենի։ Մեր եկեղեցին, մայր Սուրբ Էջմիածին, եւ վերջապես դա առաջին բառն է յուրաքանչյուր մանկան շուրթին։ Երևանը իմ Հայաստանի զարդն է։ Ես շատ եմ սիրում Երևանը։ Ողջույն, ես Անուշ Քալաշյանն եմ Երևանից, 26 տարեկան եմ, մասնագիտությամբ դերասանուհի եւ մոդել։ Ծնվել եմ Հայաստանում եւ մանկությունս անցկացրել եմ Ռուսաստանում։ Ներկա պահին աշխատում եմ թատրոնում, խաղում եմ ներկայացումներում։ Սիրում եմ կյանքը եւ մարդկանց, որովհետեւ հենց այդ սիրո եւ բարության մեջ եմ տեսնում կյանքի իսկական իմաստը։ Ինձ ոգեշնչում են մարդիկ, որոնք պարզ են ու անկեղծ, որոնք հարուստ են հոգով եւ մաքուր են խղճով։ Իմ նպատակը շատ պարզ է, բայց շատ կարեւոր՝ մարդկանց մեջ լույս վառել, որպեսզի մարդիկ ավելի շատ ժպտան։ Ամենակարևորն ինձ համար, որ մարդը անի այն, ինչ սիրում է, ինչ իր սրտին մոտ է, որովհետեւ հենց այդ ժամանակ է մարդը իսկապես ապրում։ Հատկապես գնահատում եմ այն մարդկանց, որոնք ընդունում են իրենց այնպիսին, ինչպիսին որ կան։ Եվ դա համարում եմ ամենամեծ արժեքներից մեկը։ Եվ ամենակարևոր եւ գլխավոր նպատակներիցս մեկը այն է, որ ես ցանկանում եմ, որ աշխարհում չլինի մի կետ, որտեղ չիմանան հայերի ու հայկական մշակույթի մասին, եւ որ իմ լույսը եւ իմ գործունեությունը նույնպես ծառայեն այդ լուսաբանմանը։ Շնորհակալություն։ Ողջույն, ես Աննա Շահինյանն եմ, 22 տարեկան, մասնագիտությամբ անգլորուս լեզվաբան թարգմանիչ եմ։ Իմ սրտի քաղաքը Գյումրին է, իսկ Երևանը իմ ոգու ներդաշնակության քաղաքը, որտեղ ես միշտ ուժ եմ գտնում իմ երազանքների ու նպատակների համար։ Իմ մեծագույն ձգտումն է դառնալ Բորտուղեկ ցորթուհի, ներկայացնելու Հայաստանի մշակույթը, գեղեցկությունն ու հոգևոր հարստությունը ամբողջ աշխարհին։ Ինձ համար գեղեցկությունը ուժը միայն այն դեպքում, երբ այն ծառայում է բարությանը։ Ողջույն, ես Տաթևիկ Հարությունյանն եմ, 23 տարեկան։ Ավարտել եմ Թաթարստանի քաղաք-Կազանի թատերական ուսումնարանը, մասնագիտությամբ էստրադային արտիստ։ Արվեստը իմ կյանքի անբաժանելի մասն է։ Բեմը հրաշքներ ստեղծելու վայր, լինի դա երգ, պար, թե դերասանական խաղ։ Իմ կյանքի գլխավոր նպատակն է հայ ժողովրդի մշակույթը հասցնել աշխարհին, բացահայտելով նրա գեղեցկությունն ու խորությունը իմ ստեղծագործությունների միջոցով։ Սա պարզապես ուղիչ է, այլ իմ կոչումը, որին ես հավատարիմ եմ մնում, ամեն օր դրանում հոգի եւ սիրտ դնելով։ Թե նորից ծնվեի, մեկ է քեզ կընտրեի օթևան։ Քո ջերմությունը ինձ պետք է, մայր իմ քաղաք Երևան։ Ողջույն, ես Արմինեն եմ Շուխոյան, 25 տարեկան։ Ավարտել եմ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում։ Լեզվաբանությունից հայտնվեցի AI նորաձևության դիզայնի աշխարհում, քանի որ սիրում եմ համատեղել տեխնոլոգիան եւ արվեստը։ Իմ գլխավոր նպատակն է ստեղծել սեփական միջազգային բրենդ, որը կխոսի իմ ոճի եւ տեսլականի մասին։
Իսկ Երևանը իմ ոգեշնչման քաղաքն է, որտեղ ծնվում են նոր եւ մեծ երազանքներ։ Մասնակցում եմ Միս Երևանին, քանի որ ցանկանում եմ ապացուցել, որ գեղեցկությունը ոչ միայն արտաքինն է, այլ մշակույթը եւ ուժը։ Բարև ձեզ։ Ես Իրանուշ Ավետիսյանն եմ, 20 տարեկան, քաղաք Երևանից։ Մասնագիտությամբ խոհարար եմ, սակայն ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ իմ իրական կոչումը դա մոդելինգն է, որտեղ ես ինձ ավելի ազատ եւ ինքնավստահ եմ զգում։ Երևանը իմ առաջի քայլերի եւ ոգեշնչման վայրն է։ Իմ նպատակներից մեկն է կառուցել միջազգային եւ հաջողակ կարիերա եւ դառնալ մնացածի համար ոգեշնչման աղբյուր։ Եթե ինձ հարցնեն, ինչումն է իմ առանձնահատկությունը, ես կասեմ համառությունը, չափի ճանաչելը, ես երբեք կանգ չեմ առնում կես ճանապարհին։ Շնորհակալություն մեր գեղեցկուհիներին, շնորհակալ ենք։ Իսկ այժմ անակնկալները շարունակվում են եւ հենց այս պահին բեմում կլինի բոլորիս կողմից շատ սիրված երգիչ Վրեժ Կիրակոսյանը։ Վրեժ Կիրակոսյան։ Բարի երեկո, ինչ կերքեմ, ես եւս ուզում եմ, որ բարձր ծափահարենք այս գեղեցկուհիներին, ովքեր որ մեծ համարձակությամբ եկել են այստեղ եւ իհարկե մրցում են եւ ուզում են, որպեսզի ամենագեղեցիկը հաղթի, որովհետեւ իրապես մեկը պետք է հաղթի։ Այս հետաքրքիր ու գեղեցկառատ մրցույթը ինձ համար արդեն ավանդական է դարձել, ինչպես նաեւ իմ ընտանիքի համար, որովհետեւ տղաներս չեն գալիս այստեղ հաճախ, բայց իրենք միշտ հետևում են հեռուստա էկրանից այն կողմ։ Մենք ունենք այս պահին հեռուստադիտող, որոնց եկեք ողջունենք բարձր, միացափահարենք։ Եվ երբ որ գնում եմ տուն, հետս պարտադիր որոշակի վեճ է լինում, դիսոնանս է լինում մեր միջև, թե ով էր ամենագեղեցիկը եւ ինչու սա չհաղթեց, այլ նա հաղթեց։ Գեղեցկությունը դա ինդիվիդուալ է, յուրաքանչյուր մարդու աչքերով, եւ թող որ աշխարհին միշտ հաղթի գեղեցկությունը յուրաքանչյուրի համար, յուրաքանչյուրի սրտում, որպեսզի աշխարհը ավելի գեղեցիկ լինի։ Գեղեցիկ ստեղծագործություն բոլորիս համար գնացինք։ Փայլող լուսինը երկնայի ցոլքիդ խանդում է թակում արևի շողերն են անգամ քեզ տեսնելիս թաքնվում Փայլող լուսինը երկնայի ցոլքիդ խանդում է թակում արևի շողերն են անգամ Քեզ տեսնելիս թաքնվում Թեկուզ աշխարհն իմն էլ լինի Քո նմանը էլ չեմ գտնի Դու միակն ես այս աշխարհում Հավատա ինձ քեզ եմ սիրում Թեկուզ աշխարհն իմն էլ լինի Քո նմանը էլ չեմ գտնի Դու միակն ես այս աշխարհում Հավատա ինձ քեզ եմ սիրում Հիշիր կյանքում սերը սուրբ է Առանց սիրո կյանք չկա Սիրող սիրտս միայն քոնն է Առանց քեզ սեր չկա Հիշիր կյանքում սերը սուրբ է Առանց սիրո կյանք չկա Սիրող սիրտս միայն քոնն է Առանց քեզ սեր չկա Թեկուզ աշխարհն իմն էլ լինի Քո նմանը էլ չեմ գտնի Դու միակն ես այս աշխարհում Հավատա ինձ քեզ եմ սիրում Թեկուզ աշխարհն իմն էլ լինի Քո նմանը էլ չեմ գտնի Դու միակն ես այս աշխարհում Հավատա ինձ
թեկուզ աշխարհն իմն է լինի քո նմանը էլ չեմ գտնի դու միակն ես դու միակն ես դու միակն ես իմ կյանքի Շնորհակալություն Վրեժ Կիրակոսյանին հրաշալի կատարման համար եւս մեկ անգամ շատ բուրըն ծափարենք, շնորհակալ ենք Վրեժ ջան։ Իսկ մեր մասնակիցները այժմ եւս մեկ անգամ կներկայանան իրենց գեղեցիկ համարով։ Երեկոյան զգեստները By Mali Dress Room-ի հավաքածուով է, որը ներկայացնում է համաշխարհային եւ հայ դիզայներների երեկոյան զգեստների շքեղ տեսականի։ Իսկ մեր գեղեցկուհիների գեղեցիկ վարսահարդարումը ապահովել է Ավալյան ստուդիոն, իսկ մասնակիցների գեղեցիկ դիմահարդարումը իհարկե Make-up ատելյեինն է։ Դիմավորենք մեր գեղեցկուհիներին։
Եկեք եւս մեկ անգամ շատ ջերմ ողջունենք մեր գեղեցկուհիներին, նրանք իսկապես լավագույնն են եւ իսկապես բոլորն են հաղթող, բայց ինչպես նշեցի միջոցառման սկզբին ընտրելու ենք լավագույնին եւ նաեւ նշեմ, որ այսօր մենք անակնկալներ ունենք, ինչպես նշեցինք եւ անակնկալները շարունակվում են եւ այժմ բեմահարթակ ենք հրավիրում Եռանկյունի պրոջեկտին։ Դուր չես գալիս, քո պատկերն եմ ես տեսնում անգամ երազիս, մոռանալ քեզ չի լինում, չեմ էլ ուզում, քեզանից բացի ոչ մեկ ինձ չի հուզում, ոնց ասեմ ինձ հասկանաս, քեզանով եմ ես տարված, քո հարցում չկա ոչ մի կասկած, գուցե քեզ եմ ես սպասել, դու իմ հոգին ես ջերմացրել, երել են ինձ աչքերը քո լուսեր, երկնանք հեռու, մենակ դու եւ ես չեմ խոստանում ասել, բայց սիրտս քեզ եկ տանեմ տեսնես, դու աշխարհը իմ ձեռքով դուր բռնես, հասնեմ ամպերին եկ գնանք հեռու, մենակ դու եւ ես չեմ խոստանում ասել, բայց սիրտս քեզ եկ տանեմ տեսնես, դու աշխարհը իմ ձեռքով դուր բռնես, հասնեմ ամպերին։ Չես սիրում հիփ-հոփ Քեզ խորթա իմ արվեստը, քեզ ավելի մոտ է Ջեք Լոնդոն, ինձ Քենի Ուեսթը, ասում ես նման է շուտ ասելուքի, իմ ռեպը պոետիկ չի, դե տես իմ ամենա թանկն ես ամեն մի հանգես, նվիրեմ քեզ գլխավոր դերը քոնը, թե կյանքին թատրոնը, եթե ես քաղաք եմ դու իմ կենտրոնը, սիրելս էլ որն է, ես ավելի խորն է, անդորը էլ գլուխը դնում ես ուսին, իմ պատմեմ քո մասին, արևին ու լուսնի, որ ինձ նախանցեն, իսկ մենք միասին Գնանք հեռու, մենակ դու եւ ես չու խոստանում ասել Սիրտս քեզ եկ տանեմ տեսնես, դու աշխարհը իմ ձեռքը դուր բռնես, հասնեմ ամպերին եկ գնանք հեռու, մենակ դու եւ ես չեմ խոստանում ասել, բայց սիրտս քեզ եկ տանեմ տեսնես, դու աշխարհը իմ ձեռքը դուր բռնես, հասնեմ ամպերին Ողջույն Հայ Գրգարյան Ինչպես է տրամադրությունը, մի հատ ուզում եմ լսեմ Բոլորի տրամադրությունը ինչպես է Հեսա լինելու էլ ավելի լավ Գնացինք Այո Այո Գնացինք ծափերը Լավնա Ախր ես աչիկը լավնա շատ Լավնա Ես բանում եմ հայացքից մի հատ Լավնա Իմ ընկերը խառնա Ինչ անենք որ մերը դառնա Իմ ընկերը թող որ երջանկանա Սերս շատանում ա սիրտս Վատանում ա նրա սերը Ինձ տանում ա ուզում եմ հետը խոսան Սերս շատանում ա սիրտս Վատանում ա նրա սերը Lucien Debibet Լավնա Ախր շատ համով ու լավնա Մի քիչ էլ ուշ կգնա Լավնա Իմ ընկերը խառնա Ինչ անենք որ մերը դառնա Իմ ընկերը թող որ երջանկանա Սերս շատանում ա սիրտս Վատանում ա նրա սերը Ինձ տանում ա ուզում եմ հետը խոսան Սերս շատանում ա սիրտս Վատանում ա նրա սերը Ինձ տանում ա դե գնա հետը խոսա Պարտադիր չի, պարտադիր չի, պարտադիր
պարտադիր չի, պարտադիր է դե գնա հետը խոսան My girl is crazy. My girl is crazy. My girl is crazy. Oh, my girl is crazy. My girl is crazy. My girl is crazy. Seres, seres, shatanuma, sites, sites, vatanuma, nera, ser. Istanuma, begana, hete hosa. This is love, this is love, this is love, this is love. Stop it up. Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել, իմ լավ հարազատ իմ քաղաք Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել, իմ լավ հարազատ իմ քաղաք Քարը քարիտ եմ շարել, քեզ հետ հասակ եմ արել Իմ Երևան քո ամեն շենքի հետ ես իմ կյանքն եմ կապել առհավետ Քարը քարիտ եմ շարել, քեզ հետ հասակ եմ արել Իմ Երևան քո ամեն շենքի հետ ես իմ կյանքն եմ կապել առհավետ Aquí está la banda, súbeme tu falda Ole, ole, anda, regálame tu maldita tonga Ole, dame onda, dame onda Vamos otra ronda, que pegue la anaconda Everybody hands up, put your hands up Everybody walk, hurry up Everybody clap, clap Everybody line up Everybody sing with me, whoa, oh, 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 oh. Hello, if you're gonna follow me I'll take you level up If your trouble comes along, never give up Իմ Երևան քո ամեն շենքի հետ Ես իմ կյանքն եմ կապել առհավետ Hello, if you're gonna follow me I'll take you level up If your trouble comes along, never give up Never give up, never give up Never give up, look how bright are the stars Everybody hands up, put your hands up Everybody walk, hurry up Everybody clap, clap Everybody line up Everybody sing with me, whoa, oh, 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 oh Kare karit em share Keset hasak em arel Im Yerevan ko amen shenki het Yesim kyanknem kapel arhavet Kare karit em share Keset hasak em arel Im Yerevan ko amen shenki het Yesim kyanknem kapel arhavet Ուրենց ապահարություններով ողջունենք գեղեցկուհիներին։ Դե ինչ, մինչ կամփոփվեն մեր հարգարժան ժյուրիի գնահատականները։ Հիմա մեր գեղեցկուհիներ, մենք շատ լավ գիտենք այս պահին, ինչպիսի հոգեվիճակում են ձեր ծնողները։ Խնդրում եմ երաժշտությունը մի փոքր ավելի կամացացնել, որովհետև այս պահին մենք գեղեցկուհիներին մի քանի հարցադրումներ ունենք։
փոքրիկ հարցախույզ ենք անելու նրանց, որպեսզի հասկանանք նաև ներքին գեղեցկությունը։ Դուք շատ լավ եք ներկայացել եւ արդարացրել եք բոլորի սպասումները մեր գեղեցկուհիներ։ Եկեք շատ ջերմ եւս մեկ անգամ նրանց ողջունենք եւ ասենք, որ մասնակիցներին շնորհվելու է Երևանի սիրուն աղջիկ Տիտղոս, բայց մինչ Տիտղոսը շնորհելը, խնդրում եմ մի փոքր սպասեք, մինչ Տիտղոսի շնորհումը մի քանի հարց մեր աղջիկներին փորձենք լրագրողական հարցախույզ իրականացնենք։ Աղջիկներ, կարծում եմ դուք պատրաստ եք։ Մի կողմից էլ պատվոգրերը կստանան եւ լենտաները։ Եվ սկսենք ձեզանից։ Նախ ներկայանում եք Սիրանուշ Ավետիսյան։ Սիրանուշ ջան, ես ուղղակի մի փոքրիկ ինտրիգային հարց եմ փորձում տալ, որպեսզի պարզեմ տրամադրությունները։ Այս ողջ ընթացքում բնականաբար մրցակցություն եղել է եւ վստահ եմ առողջ մրցակցություն։ Մի փոքր կպատմես կուլիսներում ինչ իրավիճակ էր եւ ամբողջ մրցույթին պատրաստման ընթացքում ընկերներ, ընկերուհիներ ձեռք բերեցիք։ Միանշանակ առանց ընկերների չէր լինի։ Շատ հուզալի, էմոցիոնալ, իրար օգնելով Շատ ջերմ եկեք ողջունենք, քանի որ նրանք բոլորը մրցակից լինելով օգնում են մեկ-մեկու, շնորհակալություն։ Եվս մեկ հարց, մի քիչ ավելի բարդացնենք հարցերը, մի փոքր ավելի քաղաքականացնենք։ Այ ձեզ եմ ուզում մոտենալ եւ հարցնել։ Նախ եւս մեկ անգամ ներկայացեք։ Ես Անուշն եմ։ Անուշ ջան, ենթադրենք ստացվում է այնպես, որ 12 ժամով դու լինում ես Դոնալդ Տրամպի փոխարեն։ Առաջին քայլը որը կլինի։ Միացյալ Նահանգների թիվ 1 գերտերության գերղեկավարն ես, 12 ժամ ունես, ինչ կանես։ Այո, կուզեմ, որ ամբողջ աշխարհում խաղաղություն տիրի, որպեսզի մարդիկ ավելի բարի լինեն, անկեղծ միմյանց հանդեպ, եւ կվայելեմ իմ կյանքի այդ 12 ժամը։ Եվ հուսով եմ բոլոր պատերազմները իսկապես կդադարեցնես, այլ ոչ թե պարզապես խոստումներ կլինեն, բայց առ ոչինչ։ Դե ինչ, շնորհակալություն, ես եւս մեկ անգամ նշեմ, որ նշենք, որ աղջիկները բոլորը ստանում են Երևանի սիրուն աղջիկ Տիտղոսը, Անի, խնդրեմ շարունակիր։ Ես շարունակում եմ, այ օրինակ, դուք այսօր ում հետ եք եկել մրցույթի։ Ես շնորհակալ եմ հարցի համար, Ելիզավետա Արաքելյան։ Ես եկել եմ իմ նոր ընկերների հետ, որոնց ձեռք են բերել մրցույթի ընթացքում ու շատ ուրախ եմ, որ ձեռք են բերել նոր ընկերներ, իրանք իսկապես շատ լավ են։ Իսկ որոնք են սպասումները այսօրվա։ Սպասումները շատ լավն են, սպասում եմ ամենալավը։ Դե գիտենք ամենալավը որն է։ Սպասում է, որպեսզի հաղթանակի ժամանակ իր անունը կարդանք, չէ՞ Արա։ Եվ որպեսզի ավելի բարդացնենք, մի փոքր այլ հարցերից խոսենք եւ պատահականության սկզբունքով կմոտենամ ձեզ, խնդրեմ, ներկայացեք։ Մարի Խաչատրյան։ Մարի ջան, ստացվել է այնպես, որ կախարդական փայտիկը հայտնվել է քո ձեռքում։ Առաջին գործողությունը առանց մտածելու որը կլինի։ Առանց մտածելու դժվար հարց տվեցիք։ Լավ, ուրեմն մի փոքր մտածենք, առաջին քայլը, առաջին գործողությունը կախարդական փայտիկով ինչ կանեիր։ Իհարկե կցանկանամ, որ ամբողջ աշխարհում լինի խաղաղություն։ Ամենակարևորը առաջինը դա է, իսկ երկրորդը, որը կցանկանայի, դա առողջությունն է, որ բոլորը լինեն առողջ։ Ապրենք առողջ եւ երրորդը գոնե այսօր հաղթողի անունը լինի իրենը։ Միանշանակ։ Եվ այսպես հանդիսատեսի համակրանք Տիտղոսին արժանանում է Miss Երևանի Facebook-յան եւ Instagram-յան պաշտոնական էջերում առավել շատ հավանություն եւ մեկնաբանություն ստացած մասնակիցը։ Անի, կարծես դու պետք է կարդաս։ 12 Անուշ Քալաշյան։ Հանդիսատեսի համակրանքի Տիտղոսին է արժանանում համար 12 Անուշ Քալաշյանը։ Կարող եք առաջ գալ, ստանալ ձեր պատվոգիրը լենտան եւ կանգնել շարքում։ Եվ ահա, մեր հաջորդ Տիտղոսն է Best Model։ Դե ինչ, առաջին համարի մասնակիցն է Best Model։ Best Model, համեցեք։ Best Model համար առաջին, եկեք եւս մեկ անգամ ջերմ ողջունենք, աղջիկների սրտերը այնպես է բաբախում, որ ձեր ծափողջունների
Դրական էներգիայի կարիքը իսկապես կա։ Իսկ այս պահին best photo model։ Դե ինչ, մոտենում է թերթիկը, բացում է։ Ես կբացեմ։ Արան։ Օ։ Այո, մենք գիտենք, անի կարող ենք միասին ասել։ Համար 10։ Best photo model համար 10։ Եվս մեկ անգամ ողջունենք Best photo model համար 10։ Այժմ կներկայացնենք անի լավագույն քառյակի անունները եւ կախարդական ծրարը կարծես մոտենում է։ Տեղ է թաքցրու։ Ուրեմն մի փոքր, հա, այսպես էմոցիոնալ ֆոն ապահովենք։ Աղջիկներ, ինչպես եք։ Բոլորդ լավ եք։ Շատ Բայց ապրեք։ մի բան եւս ուզում եմ նշել այս պահին, եթե օրինակ մենք հիմա 4 տիտղոսակրի անուն ենք հայտարարում, դուք այդ պահին ու միշտ գիտեք, որ եթե դուք արդեն հասել եք այստեղ, դա նշանակում է, որ դուք արդեն կարևորագույն ճանապարհ անցած եք ու կարևորագույն փուլում եք, ճիշտ է։ Այո։ Եվ այսպես շատ ուշադիր լավագույն քառյակին ենք ներկայացնում։ Համար 12։ Համար 12։ Խնդրում ենք առաջանալ։ Համար 12 լավագույն քառյակի առաջինն է։ Համար 2։ Համար 2։ Լավագույն քառյակ։ Համար 8։ Անի, այս մյուսը միասին ենք ասելու։ Ուշադիր։ Եվ քառյակի վերջին 4-րդ անունն է գեղեցկուհիներից։ Համար 15։ Ծափարենք մեր մյուս 11 գեղեցկուհիներին, նրանք իսկապես փայլեցին այսօր իրենց ելույթներով։ Շնորհակալ ենք աղջիկներին, իսկապես բոլորն են լավագույնը, բայց ինչպես ամենասկզբում միջոցառման նշեցի, ունենալու ենք հաղթողներ եւ մրցույթների կարգն է այդպես։ Եվ այսօր իհարկե չունենք պարտվողներ, հիմա ինձ մոտեցրել են 3-րդ վիցեի ծրարը եւ հայտարարում ենք 3-րդ վիցեի անունը։ Անի 1 րոպե, հիմա մի հատ հասկանանք ինչպես են աղջիկները, ես ուզում եմ ուղղակի անցնել բոլորիդ մոտով, ինչպես է տրամադրությունը։ Շո սուպեր։ Տեսնում եք ինչպես է։ Ձեր մասով ինչ կասեք։ Ես քանչ։ Դուք Շատ լավ զգացված եմ։ զված եք։ Այո։ Եվ դուք Շատ հուզված եմ, բայց հաճելի է այստեղ ձեզ բոլորիդ տեսնելը։ Դե ինչ եւս մեկ անգամ ողջունենք աղջիկներին եւ 3-րդ վիցե միսը կհայտարարի արդեն իմ գեղեցկուհի Անին։ Անի Համար 15 3-րդ վիցե միս։ Համար 15 Իդեպ նշեմ, որ մեր գեղեցկուհիներին մրցանակներ են հանձնում Սիրուն Collection-ը եւ Իլոնա ծաղկի սրահը, մեր լավագույն գործընկերները, եւս մեկ անգամ շնորհակալություն նրանց։ Իլոնա Flowers, բարձր ծափահարություններ Իլոնա Flowers-ին։ Այո, մոտենում է կախարդական ծրարը եւ Վիցե Օ, երկրորդ վիցե։ Երկրորդին ենք ընտրում եւ համարը Անին կասի։ Համար Սա շատ կարևոր մրցանակ է նաև դա եմ ուզում նշել։ Համար 2, երկրորդ վիցեմիս։ Երկրորդ վիցեմիս, համար 2։ Մեր գործընկերները մեր կողքին են, Իլոնա ծաղկի սրահ, Սիրուն Collection։ Եվ մոտենում ենք Այժմ պահն է եկել Miss Երևան 2025 տիտղոսակրի անունը հայտարարելու։ Ես պարզապես հիշեցնեմ, որ հաղթող մասնակիցը կարժանանա եւս մեկ տիտղոսի Miss Earth Armenia 2025 եւ շուտով կներկայացնի Հայաստանը Ֆիլիպիներում կանալիք աշխարհի լավագույն մրցույթներից մեկում Miss Earth 2025 հեղինակավոր մրցույթում։ Այսինքն հաղթողը ոչ թե մեկ տիտղոսի է արժանանում, այլ 2։ Այո, իսկ հաղթողի անունը հայտարարելու համար բեմ ենք հրավիրում Miss Երևան Production-ի նախագահ Արթուր Վարդապետյանին եւ Miss Երևան 2023 տիտղոսակիր Անի Պետրոսյանին։ Եվ մինչ Արթուրը բարձանում է բեմահարթակ առանց
սցենարների առանց ծրագրային իրավիճակի ես մի կարևորագույն փաստ եմ հիմա ուզում ասել։ Արթուրը, Արմինեն եւ իրենց տղան Դավիթը իրենց կյանքն են ներդրել այս գործի համար եւ ամեն ինչ անում են, որպեսզի այսօր այս գեղեցկուհիները այս բեմի վրա կանգնած լինեն, իրենց կյանքում այս կարևորագույն անունը կերտեն, դառնան վիցեմիս, դառնան Միս Երևան։ Ես ուզում եմ շատ բարձր ծափահարենք ձեր ընտանիքին։ Դուք շատ լուրջ գործ եք կատարում։ Մենք շատ շնորհակալ ենք Արմինեին եւ Դավիթին, Դուք այո։ անձնվիրաբար տրվել եք այս գործին ու այսքան ծնողների սրտերում այսքան մեծ հույզեր եք առաջացնում։ Իրենց կյանքում այսքան լուրջ հաջողությունների եք իրենց արժանացնում։ Խնդրում եմ, որքան ուժ ունեք ծափահարեք Արմինեին, Արթուրին եւ Դավիթին։ Վարդապետյաններ ընտանիք դուք հրաշքեք։ Հիմա այս պահին Միս Երևան 2025 տիտղոսին է արժանանում։ Բայց ոչ, արա, ես չեմ կարող այսքան Մենք անշուք։ փոքրիկ ինտրիգներ ենք փորձում մտցնել, բայց անի միասին հետ հաշվարկով գնում ենք։ Գնացինք 10-ից։ Այո։ 10 Դահլիճով, այո, դահլիճով հաշվում ենք։ 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 եւ հաղթողն է համար 12։ Դե ինչ, համար 12։ Երևանը այլևս հայտնի է, համար 12։ Շնորհավորում Միս ենք։ Երևան 2025։ Համար 12։ Եվ Արթուրը եւ Անին կփոխանցեն մրցանակն ու թագը։ Պատմական պահ է, ինչ խոսք։ Պատմական պահ է, Անի 2023 Միս Երևան Անի Պետրոսյանը հանձնում է իր թագը Միս Երևան 2025-ին։ Եկեք եւս մեկ անգամ բուրըն եւ ջերմ ողջունենք արդեն այլևս Միս Երևան 2025 հաղթողին համար 12։ Դե ինչ մոտենում է նաև երկրորդ տիտղոսը։ Հաղթողը չէ, որ ունի 2 տիտղոս։ Միս Երևան 2025 համար 12։ Անուշ Գալաշյան։ Անուշ Գալաշյանը 2025 թվականի Միս Երևանն է այլևս եւ նա իր առաջին քայլը կատարեց որպես Միս Երևան 2025։ Երկրորդ տիտղոսը։ Miss Earth Armenia 2025։ Հաղթող մասնակիցը ունի հնարավորություն մասնակցելու Miss Earth Armenia 2025-ին։ Որը տեղի կունենա Ֆիլիպիններում։ Բարձր եւ ջերմ են ծափահարությունները։ Իհարկե այս պահին բոլորը սպասում էին, որ իրենց դստեր անունը կարող է հնչել, սակայն ընտրությունը շատ բարդ էր։ Գեղեցիկ են բոլորը, գեղեցիկը ընկալում ենք յուրաքանչյուրս յուրովի։ Ինձ համար կարող է գեղեցիկը լինել մեկը, Արթուր քեզ համար մյուսը, եւ այսօր մեր հարգարժան, միայն մեր հարգարժան ժյուրիի գնահատականների արդյունքները ամփոփել ենք եւ բացահայտել հաղթողի անունը։ Եվ ես ուզում եմ խոսափողը փոխանցեմ, եթե դուք ինչ-որ բան ունեք ավելացնելու, նշելու, համեցեք Արմինե։ Շնորհավորում եմ իմ բոլոր գեղեցկուհիներին, համբուրում եմ։ Անսահման երջանիկ օրեր ու ժամեր ենք ունեցել միասին, որը երբեք չենք մոռանա։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր բոլոր գործընկերներին, որոնք երկար տարիներ է արդեն մեզ աջակցում են, մեր կողքին են եւ իրենց շնորհիվ է, որ միշտ գեղեցիկ երեկո ենք ունենում։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Free-News հեռուստաընկերությանը, մեր հրաշալի հաղորդավարներին, որոնք պրոֆեսիոնալ աշխատանք են կատարում։ Իդեմս Մովսես Հարությունյանի խնդրում եմ ծափահարել մեր կոմերցիոն տնօրենը հեռուստաընկերության։ Եվ հարգարժան ժյուրիին շնորհակալություն, որ ժամանակ գտան եւ մեզ հետ անցկացրեցին երեկոն, եւ շնորհավորում եմ իմ Անի Պետրոսյանին փայլուն կրելու համար Միս Երևանի պատվավոր թագը եւ տիտղոսը։ Անի Պետրոսյան, Միս Երևան 2023
Իդեպ Անի անունը եւս մենք ենք բարձրաձայնել, հիշում ես Անի։ Այո, 2 տարի առաջ։ Դե ինչ, իսկ ձեզ հետ այսօր Արա Աբրահամյանն էր Եվ Անի Ստեփանյանը, իմ հրաշալի գործընկերուհին։ Շնորհակալ ենք բոլորիդ, մաղթում ենք միմիայն լավագույնը։ Թող գեղեցիկը իսկապես վերջ տա պատերազմներին եւ հաղթող լինի։ Գեղեցկությունը կփրկի աշխարհը, իսկապես դա հենց այնպես չի, որ ասվում է։ ցտեսություն։